Բայց դա իհարկե չի ազդե Էստոնիայի մերձբալթյան երկրներում հայոց թեմի առաջնորդ ես սրան պիտի ասեմ, ես ճանապարհին եմ սա ֆիքսել։ Ես դիմում եմ որդիաբար ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II վեհափառ հայրապետին եւ մեր բարձրաստիճան հոգեվորականներին։ Այն ինչ որ արել է հայ եկեղեցու հոգեվորականի համազգեստով այս թուրքի մոլան, որի անունն է Վազգեն Միրզախանյան, սա այսօր երեկոյան որդիաբար ակնկալում եմ լսել սրանք կարգալույծ անելու եւ ավազանի անունով կոչելու բարի լուրը։ Եթե այսօր այս մոլան, որը հայ հոգեվորականի տեսքով է հանդես գալի, բայց իր էությամբ թուրքի մոլա է, եթե սա այսօր կարգալույծ չարվի եւ չդառնա աշխարհական եւ վռնդվի դեպի Ադրբեջան կամ Թուրքիա, ուրեմն ինչ որ ինքը ասել է երեք Տալինում Նիկոլ Փաշինյանին, դա ամենայն հայոց կաթողիկոսի տեսակետն է։ Իսկ ինքը երեք օրհնել է Նիկոլ Փաշինյանին։ Ասենք լավ, դու ես չեմ հասցնում։ Մտեք նայեք տեսանյութը։ Եթե դու լավ ասենք չգիտեմ, էլի ժողովրդից զավակը չես։ Բայց եթե դու հոգևորակ, այսինքն, բայց դու եթե դու եկեղեցական ես, տեսնում ես, որ այդ մարդը 2 օր առաջ քո վեհափառին, ով որ քեզ նշանակել է թեմի առաջնորդ, չէ՞։ Քո վեհափառին անարգում է, արա։ Այսինքն գնում է ցեղասպանության հուշահամալիր սուրբ նահատակների հուշարձանին, քո կաթողիկոսին թույլ չի տալի որ գանդե։ Դու արժանապատվություն չունես, լավ ասենք թե մարդկային չես, խելք չունես, չգիտեմ, գիտակցություն չունես։ Դու այդ եմ ասում, հələ ասում եմ, հələ միայն բան եմ անում, էլի, եկեղեցական սուբորդինացիան։ Եթե քո վեհափառի ճանապարհը փակում են Սարդարապատ ու ինքը զանգում է իր ոստիկաններին, ասում է չթողնեք կաթողիկոսը բա։ Դու դրան ընդունում ես, որ ինչ ասես, ասում է օրհնում եմ ձեզ, որպեսզի դուք ձեր խաղաղասիրական առաքելությունը իրականացնեք, հարևան ժողովուրդների հետ բարեկամություն հաստատելու Եվ այս ժողովրդին տանեք ցեղասպանության։ Պատկերացնես ինչ ասում սա։ Ասեց որ վերջում տանեք ցեղասպանության։ Բա ինչ, բա որ տան, բայց խաղաղությունը ինչ է, հոգիների խաղաղությունն է։ Դա ցեղասպանություն։ Օրհնում է, այսինքն սա երրորդ ցեղասպանություն։ Սա էս տերտերը Սա նաև մի հատ քպեական падգամավոր էր խմելուց մեռը, անունը չեմ հիշում, դե դրանք անպատիվ ապրում են, անհիշատակ մեռնում, չէ։ Դրա թաղման արարողակարգի պետն էր։ Գնացել էր եկեղեցում, Նիկոլ Փաշինյանին էր դիմավորում, ուղեկցում էր հարազատներին, բան, էսի դա թաղում էր կազմակերպում։ Այն ժամանակ Էջմիածնի միաբանությունում, չգիտեմ ինչ, պաշտոն էր զբաղեցնում, եկեղեցական, չգիտեմ, կանոնների սահմանման բանի, չգիտեմ ինչ էր անում ընդ։ Հիմա սրան մի քանի օր առաջ վիրահարույց թեմի առաջնորդն այլ է խայտարակված ընդեղից հետ է եկե։ Հիմա գնացել անդե ու գնացել Նիկոլ Փաշինյանը դիմավորում են պատի տակ է շարել այդ մոմծախողին բանին, ասել դրանք Նիկոլ մարդ չեն գտել, նոր մի քիչ առաջ այդ գրառում եմ արել, Էստոնիայի Տալինում բնակվող մեր հայրենակիցներից մեկը գրել, ասում է այդ հանդիպումը մեզնից գաղտնի են պահել։ Այսինքն հայ համայնքի Էստոնիայի հայ համայնքն էլ այդ քեզ Կանադա կամ բան չի, էլի Ֆրանսիա։ Շատ իրար հետ ընդե մի քանի 100 հայ են ապրում, չէ՞։ Փոքր Էստոնիան 2 միլիոն բնակիչ ունեցող երկիր է, Տալինը փոքր քաղաք է։ Հա, այսինքն ընդե սաղ իրար մի մարդիկ տեղյակ չեն, որ վարչապետը եկե իր այդ հանդիպում կա։ Դե դեսպանությունը իր երկրում մի դեսպանություն է։ Այն նիկոլական մի քանի 15-20 զանգի ասել են եկեք մտում, որ Նիկոլ Փաշինյանը գնա ընդե պատմի իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Ու այս տերտերը դրա կազմակերպել մարդ, որպեսզի քանի որ մարդ չկա, մոմ ծախողին անեկայնացել եկեղեցու տակ, որ Նիկոլ Փաշինյանին դիմավոր են։ 4-5 հոգի են ընդամենը։ Ու օրհնում ասում է մաղթում ենք, որ շարունակեք ձեր քաղաքականությունը Եվրոպական միության հետ միանալու։ Այ բախտիար, դու Եվրոպական միությանը ինչից ես խաբար։ Դու ինչ կապ ունես Եվրամիության, բան պետության արտաքին քաղաքականություն ես օրհնում, հա։ Եթե սա այսօր կարգալույց չեղավ, այսօր ինքը պիտի Տալինում ստանա իր աշխարհիկ, չգիտեմ ավազանի անունը ինչ է։ Կաթողիկոսի հետ չի անի վեհափառը։ Եթե չարեց, ուրեմն ինչ որ էսի ընդե ասել է, ուրեմն դա կաթողիկոսի տեսակետն է 100%։ Էլ քննարկելու բան ընդե գոյություն չունի։ Եթե սա այսօր ընդե կարգալույց չի արվե, ուրեմն ինչ որ այսօր ինքը ուրեմն նշանակում է ամենայն հայոց կաթողիկոսը օրհնում է Նիկոլ Փաշինյանին։
Եվ իրա թուրքական, թուրքահպատակ, Ադրբեջանը հպատակ առաքելությունը։ Եվ ողջունում են 385 եկեղեցի մատուր հանձնելը։ Այդքան սրբավայր։ 385 սրբավայր, այս տականք վիժվածքը հանձնելա թշնամուն։ Ուրեմն ձեր համար դա Եվ արժանացել է հայ եկեղեցու օրհնության, հայ եկեղեցու բան է, արքեպիսկոպոս, ասկի եպիսկոպոսը չի, արքեպիսկոպոս։ Հայ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականի օրհնությանն է արժանացել դա դիվանքը թշնամուն հանձնելու եւ այն ադրբեջանական համարելու համար։ Ինչի՞։ Ամարասը թշնամուն հանձնողին օրհնում է։ Ու նա մնում է հոգևորական։ Նորից ես ակնկալում եմ, որ այսօր արտահերթ քննարկում պետք է լինի մայրաթոռում, դա իհարկե վեհապարի բացառիկ իրավասության, առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու էլ նա կարա դա անի, բայց քանի որ խոսքը arczepiskopos-ի մասին է, չգիտեմ, կարող է նաև խորհրդակցի մի քանի, բայց այսօր մենք պիտի լսենք այսօր երեկոյան, այս մոլայի, սա թուրքի մոլա է, հայ եկեղեցու զգեստով, այս թուրքի մոլայի աշխարհի հռչակելու որոշումը ես հուսով եմ այսօր երեկոյան լսել մայրաթոռից։ Շատ լավ, հռոմում էին, հա, իրենք